Արցախում էթնիկ զտումներ անելուց հետո Ադրբեջանը Հայաստանի իշխանությունների խաղաղության քարոզների ֆոնին գրեթե ամենօրյա ռեժիմով հայտարարում է, թե 100 հազարավոր ադրբեջանցիների տեղափոխել է Հայաստան անօտարելի իրավունք է։ Այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի համայնքի նախագահ Ազիզ Ալեկբերլին հայտարարել է, թե ադրբեջանցիների իր խոսքով վերադարձը իրենց պատմական հողեր անխուսափելի գործընթաց է։ Ըստ Ալեկբերլիի, ինչպես այժմ ընթանում է ադրբեջանցիների վերաբնակեցումը Արցախում, այնպես էլ ապագայում նախատեսվում է իրականացնել փախստականների վերադարձ Հայաստան։ Պաշտոնական Երևանը շարունակում է չնկատելու տալ այս հայտարարությունները, փոխարենը խոսելով Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրելու պատրաստակամության մասին։ Այն ժամանակահատվածում, երբ Ադրբեջանը բացահայտ պահանջում է փոփոխություններ կատարել Հայաստանի մայրօրենքում, որպես խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայման, մեր երկրի արդարադատության փոխնախարար Տիգրան Դադունցը հայտնում է, որ շարունակում են կազմել նոր սահմանադրության տեքստը։ Հարցին, թե արդյոք տեղ կգտնի անկախության հռչակագրի նախաբանը նոր տեքստում, Դադունցը նշել է, որ հարցը դեռ չի քննարկվել սահմանադրական բարեփոխումների խորհրդում։ Նրա խոսքով, այդ զգայուն կետը թողնվել է աշխատանքների ավարտական փուլին։ Փոխնախարարը հաստատել է, որ նոր սահմանադրության մշակման ժամանակ հաշվի են առնվում վարչապետի հնչեցրած քաղաքական մոտեցումները։ Սահմանադրական բարեփոխումների գործընթացը դեռևս 2019 թվականից ենք։ 2019 թվականից ենք այդ գործընթացը։ Սահմանադրություն ուղղակի փոփոխություններ։ Դե ձևաչափը միգուցե փոխվել է, բայց բարեփոխումների անհրաժեշտության մասին դեռ 2019 թվականին դեռ մինչև այդ էլ վարչապետն էլ ուրեմն բազմիցս խոսել է։ Հանրապետությունում ջրանջատումների աղմկահարույց ժամանակացույցի վերաբերյալ որոշումը Վիոլա ջուրընկերությունը ջրային կոմիտեի հետ չի համաձայնեցրել, ասել է կոմիտեի նախագահ Արամազդ Ղարամքալյանը։ Նրա խոսքով ջրանջատումներ լինելու են ինչպես ամեն տարի, սակայն ոչ Վիոլա ջրի 3 ներկայացրած գրաֆիկով։ 2 շաբաթից կներկայացվի ջրամատակարարման նոր գրաֆիկ։ Պարբերական ջրանջատումների պատճառը Ղարամքալյանի պարզաբանմամբ գյուղերի, արվարձանների, բնակիչների այգիների ոռոգումն է, ամառվա ամիսների կրկնակի ջրի ծախսով։ Ջրանջատման հիմնական պատճառը խմելու ջրի սպառումն է։ Այն, որ մենք ունենք սահմանափակ ջրային ռեսուրսներ, հատկապես ամառվա պիկ ամիսներին, դա փաստ է։ Այսինքն Վեոլյան չի խաբում։ Վեոլյան ասում է նախապես, որ ժողովուրդ ջան, ամառվա ամիսներին ես 24 ժամյա ջրամատակարարում չեմ կարողանալու ապահովել։ Ինչ այդպես է, մենք ունենալու ենք ջրանջատումներ։ Հարցը հետևյալն է. այդ ջրանջատումների տևողությունը ինչպիսին պիտի լինի եւ մարզից մարզ Երևանի տարբեր թաղամասեր, փողոցից փողոց ինչպիսի փոփոխություններ են լինելու։ Մոտ մեկ շաբաթ հայ-վրացական սահմանին արգելափակված հայկական բեռնատարների հարցին Հայաստանի կառավարությունը դեռ լուծում չունի, քանի որ վրաց գործընկերներից չի կարողանում պարզաբանում ստանալ, թե ինչու թույլ չեն տալիս հայ վարորդներին անցնել սահմանը եւ պահանջում են $700։ Խնդրել եմ հստակ նշել, թե որ մեքենայի վարորդը ինչ խախտում է արել այսօր 3 կամ 3 առաջի օրը, որովհետև եթե շատ կոնկրետ ասվի, որ այ օրինակ այս մեքենայի վարորդը այս փաստաթղթերը չի ունեցել, դա լրիվ ուրիշ իրավիճակ է, եւ մյուս իրավիճակը, որ այսօր մեզ չի ներկայացվում, ուղղակի մեքենաները այնտեղ կանգնած են եւ պարզաբանում էլ չի ներկայացվում, դա ուրիշ իրավիճակ է։ Կառավարության այսօրվա նիստում ընդունվել է ավտոմեքենաների գազաբալոնների խստացված ստուգման մասին որոշումը։ Այսուհետ մասնագիտացված լաբորատորիաներում դրանց ստուգման եւ սերտիֆիկացման գործընթացը կտեսաձայնագրվի։ Լաբորատորիաները պետք է պահեն այդ ձայնագրությունները առնվազն կես տարի ժամկետով։ Անհրաժեշտության դեպքում դրանք կկարողանան ստուգել իրավապահները։ Իրավական ակտի կիրառման դեպքում կներդրվի հանրային ծառայությունների որակի վերահսկողության ավելի լավ համակարգ, ինչպես նաև գազաբալոնների վկայագրման ոլորտի նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսչական եւ ոլորտում քաղաքականություն իրականացնող համապատասխան նախարարությունը տեսագրությունների առկայությամբ ստանում են նոր գործիքակազմ ոլորտում գործունեություն ծավալող լիցենզավորված կազմակերպությունների կողմից
ավտոտրանսպորտային միջոցների վրա տեղադրված բալոնների վկայագրման պրոցեսների ուսումնասիրության միջոցով թերությունների հայտնաբերման, առկա ռիսկերի նվազեցման, ինչպես նաև անբարեխիղճ տնտեսվարողների նկատմամբ վարչարության իրականացման հիմքեր ապահովելու համար։ 2025 թվականին Հայաստանում արձանագրվել է գազաբալոնով մեքենաների 5 պայթյուն, սեղմված գազը Հայաստանում մեքենաների հիմնական վառելիքի տեսակներից է։ Դեռևս 2005 թվականից գործող օրենսդրության համաձայն գազով լիցքավորվող ավտոմեքենաների սեփականատերերը պետք է 2 տարին մեկ անցնեն բալոնների լաբորատոր ստուգում։ Գազալցակայաններին արգելվում է սպասարկել այն մեքենաները, որոնք նման ստուգում չեն անցել։ Տեսականորեն բալոնների սերտիֆիկացմանը պետք է հետևի քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, սակայն գործնականում նման ստուգումներ չեն իրականացվում։ Ժնևում սկսվել է Իրանի եւ ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների վճռորոշ երրորդ փուլը։ Օդակայանում դիվանագետների եւ շվեյցարացի պաշտոնյաների հետ հանդիպելուց հետո Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին անմիջապես խորհրդակցել է Օմանի իր գործընկեր Բադր Ալ-Բուսայդիի հետ։ Հանդիպման ընթացքում հստակեցվել է Թեհրանի դիրքորոշումը պատժամիջոցների վերացման եւ միջուկային խնդրի վերաբերյալ։ Իրանցի նախարարը սոցցանցերում հայտարարել է, որ իրենք բանակցությունների սեղանի շուրջ են վերադառնում, վճռական լինելով հնարավորինս շուտ հասնել արդարացի համաձայնության։ Այս դիվանագիտական գործընթացը տեղի է ունենում Վաշինգտոնից հնչող խիստ նախազգուշացումների ֆոնին։ Ըստ Թրամփի, չնայած Իրանը ցանկանում է գործարք կնքել, սակայն դեռևս չի հնչեցրել ամենակարևոր հավաստիացումը, որ երբեք միջուկային զենք չի ունենա։ Լարվածությունն էլ ավելի է սրվել փոխնախագահ Ջեյ Დი Վենսի հայտարարությունից հետո։ Նա պնդել է, թե Վաշինգտոնն ունի ապացույցներ, որ Թեհրանը փորձում է վերականգնել իր միջուկային ներուժը հունիսին իրանական միջուկային օբյեկտներին հասցված ամերիկյան հարվածներից հետո։ Վենսը շեշտել է, որ թեև նախագահը նախապատվությունը տալիս է խնդրի դիվանագիտական կարգավորմանը, սակայն ձախողման դեպքում այդ տարբերակները նույնպես սեղանին են։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանն իր ելույթում հակադարձել է ԱՄՆ նախագահին։ Թրամփը պնդել է, որ անկարգությունների ընթացքում Իրանում սպանվել է 32,000 մարդ։ Մենք արդեն հրապարակել ենք կանոնները անձնագրերի հետ միասին, շեշտել է Փեզեշքյանը։ Նա նշել է, եթե որևէ մեկն ունի այլ անուններ, թող հրապարակի դրանք ապացույցներով։ ԱՄՆ նախագահը կոնգրեսում հայտարարել էր, թե Իրանը սպանել է առնվազն 32,000 ցուցարարի իրենց սեփական երկրում։ Թրամփի խոսքով ցուցարարներին կրակել են եւ կախաղան բարձրացրել։ Ռուսաստանը եւ Ուկրաինան փոխանակվել են զոհված զինծառայողների մարմիններով։ Ուկրաինական կողմին է փոխանցվել 1000, իսկ ռուսական կողմին 35 զինծառայողի մարմին։ Մոսկվայի նախաձեռնությամբ ընդհանուր առմամբ ուկրաինական կողմին է փոխանցվել ավելի քան 7000 զոհվածի մարմին, իսկ ռուսական կողմին 97։ Կիևը պահանջում է ամբողջությամբ դադարեցնել կրակը եւ նախագահների առանձին հանդիպում։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է երկրի վրա իրականացված խոշոր օդային հարձակման մասին։ Գիշերը Ուկրաինայի վրա է հարձակվել 420 անօդաչու թռչող սարք եւ 39 հրթիռ։ Հարվածների հետևանքով ավերածություններ են եղել ուկրաինական 8 մարզում։ Վնասվել է Պոլտավայի գազային ենթակառուցվածքը, Կիևի եւ Դնեպրի էլեկտրակայանները։ Կան տասնյակ վիրավորներ, այդ թվում երեխաներ։ Չնայած ուկրաինական հակաօդային պաշտպանության ուժերին հաջողվել է խոցել հրթիռների մեծ մասը, էներգետիկ հանգույցներում լուրջ վնասներ կան։ Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը ձերբակալել է 2 մարդու։ Նրանք կասկածվում են բարձրաստիճան զինվորականի դեմ ահաբեկչություն նախապատրաստելու համար։ Ըստ իրավապահ մարմինների ձերբակալվածները գործել են Ուկրաինայի հատուկ ծառայությունների հանձնարարությամբ։ Նրանք ինքնաշեն պայթուցիկ սարք են տեղադրել զինվորականի ավտոմեքենայի տակ։ Գերատեսչությունը հրապարակել է տեսանյութ, որտեղ պատկերված է պայթուցիկի տեղադրման գործընթացը։ Տեղի ունեցածի վերաբերյալ ձերբակալվածներն արդեն տվել են խոստովանական ցուցմունքներ։